տորթը հավաքել։ Սկսում ենք հավաքել տորթը։ Առաջին մեր քայլը անհրաժեշտ է, որ ներքևի հատվածում մի փոքր կրեմ ենք անում, մեջտեղի հատվածում ավելացնում ենք բիսկվիտը մեջտեղ, նայում ենք, որ ինքը մեջտեղ կանգնի բոլոր կողմերից, ձեռքով սխմում ենք մի հատ, օշարակով թրջում ենք բիսկվիտը, շատ եզրերը չենք թրջում, անպայման հարցրեք, ով որ պատվիրում է տորթ հետ կամ ընտանիքի անդամները արդեն գիտեք, շատ թրջեք, քիչ թրջեք, ոնց են սիրում բիսկվիտը, խոնավ, չոր, վանիլային օշարակով, թե եկե արդեն հարցնում եք։ Առաջինը անհրաժեշտ է կրեմը տարածել, մեջտեղից գնում ենք մինչև վերջ։ Կարող եք տոպրակով անել, կարող եթե տոպրակ ձեռքի տակ չկա, կարող եք սովորական գդալով տարածել կրեմը։ Կրեմը տարածում ենք դանակի օգնությամբ, հարթեցնում ենք։ Կրեմով բորցիկներ ենք անում, որպեսզի մենք միջուկը լցնենք մեջը, կողքերից դուրս չգա։ Վերջ, ավելացնում ենք ելակով միջուկը։ Հատիկները գդալի օգնությամբ տարածում ենք միջուկը։ Բիսկվիտի հաջորդ մասում շատ քիչ կրեմ ենք անում, շատ քիչ։ Դանակով տարածում ենք կրեմը։ Ինչի համար ենք անում, որ հաջորդ շերտը դնելուց սոճ չտա, ավելի ամուր կպի։ Եվ դնում ենք խմորի միջուկի վրա, ձեռքով թեթև սխմում ենք և կրկնում ենք նույն քայլը, օշարակով թրջում ենք լավ, կրեմապատում ենք շերտը։ Հարթեցնում ենք նորից։ Կրեմով բորցիկներ ենք անում կողքերը։ Եվ նորից միջուկը լցնում ենք ելակով։ Փոքրիկ թալով տարածում ենք միջուկը։
Նույն ձև կրկնում ենք բոլոր մասերի հետ։ Հիմա ես հավաքեմ և միանամ ձեզ։ Եվ վերջինը։ Դնելուց հետո նույն ձև ձեռքով թեթև սխմում ենք, օշարակով վերջի շերտն էլ թռչում ենք, շատ քիչ գրեմ ենք անում կողքերը, որտեղ խմորի հատվածն է։ Մեզ պետք է, որ փշուրները կողքից մաքրենք, դեռ չենք ուղղացնում տորթը։ Ուղղակի շպացելի օգնությամբ, թեթև, ձեռքի շարժումներով, որ ասած կպցնում ենք փշուրները, որ մենք պետք է հեսա ես ձեզ ցույց տամ ինչ անենք հաջորդ քայլը։ Որտեղ որ կրեմ չկա, ավելացնում ենք։ Կեսմի շպացելով ես ավելի հեշտ եմ աշխատում։ Իմ ձեռքի մշտական գործիքն է։ Մեզ պետք է ացետատի գլյուկա, կողքերին ամրացնում ենք տորթի։ Եվ կոցայի մեջ ենք դնում, կողքերից լավ ամրացնում ենք, ձգում ենք, որ ինքը ուղիղ մնա տորթը։ Վերևի հատվածում ավելացնում ենք նույնպես կրեմ, որպեսզի չչորանա։ Թալի օգնությամբ տարածում ենք։ Սննդային թիթեղով փակում ենք։ Կողքերից որ օդը չանցնի։ Եվ ուղարկում ենք սառնարան 2 ժամ։ 2 ժամ հետո կմիանանք։ 2 ժամ անցել է արդեն, սառնարանից դուրս ենք հանում տորթը և սկսում ենք կրեմապատել։ Բայց ցանկալի է, որ 7-ից 8 ժամ լինի սառնարանի մեջ։ Ամանի մեջից դուրս հանենք հիմա։ Եվ այս թիթեղի շնորհիվ մենք ստացել ենք, որ կողքերը շատ ուղիղ լինեն։ Շատ հարմար տարբերակ է, օգտագործեք, եթե տունը չի լինի այս տարբերակը, կարող եք սովորական պակետով անել։ Վերևինն էլ ենք հեռացնում, այս պակետով կարող եք նույնպես կողքերը անել, էլի տարբերակ է։ Վերցնում ենք կրեմը, կես պորցիա ենք սարքել, նույն կրեմն է, կես պորցիայով։ Կողքերը թեթև շատ ուժեղ չենք սխում։ Կողքերի մասն ենք պատում սկզբից։ Շատ տարբերակներ կան կրեմի, ուղղակի մենք կսկսենք ամենահեշտից։ Սովորական սերուցքով պանրային կրեմը։ Մի փոքր էլ վերևի հատվածում կանենք։ Եվ շպացելի օգնությամբ կպցնում ենք ուղիղ, որ լինի շպացելը, և տորթին պինդ կպնի, և թեքում ենք սեղանիկը։ Ավելնորդ մասը ավելացնում ենք ամանի մեջ։ Նորից ենք հարթացնում։ Որտեղ որ
քիչ է կրեմը, տակի հատվածում։ Նայում ենք, այս մի կողմը, քիչ-քիչ ավելացնում ենք կրեմը։ Նույնը կրկնելու ենք վերևի մասի համար։ Կրեմը ավելացնում ենք կողքերը, որտեղ որ անցքեր կան։ Շպատելը մաքրում ենք լավ։ Եվ դեպի ներս։ Մի հատ էլ վերևի մասով ենք տանում նորից։ Եվ նորից դեպի ներս։ Նայում եք, էլի փոսիկ մնաց, ավելացնում ենք կրեմը, չենք շտապում։ Առաջի անգամից չի ստացվել ուղիղ տորտ, պետք է 2 անգամ, 3 անգամ սառի, ինքը ավելի գեղեցիկ ու հարթ կստացվի տորտը։ Որտեղ խմորը երևում է, նույնպես ավելացնում եք մի քիչ կրեմ։ Եվ պետք է ուղարկենք սառնարան նորից 2 ժամ, որ մնա։ Նորից վերևի մասը կուղենք։ Վերջ, այս ձև ուղարկում ենք սառնարան 2 ժամ, 2 ժամ հետո նորից պետք է կողքերը, որտեղ դուրներս չի գա, կրեմ ավելացնենք և ուղղացնենք։ Սկսում ենք կրեմապատել երկրորդ անգամ։ Ամբողջ տորթի վրա շատ վարավ կրեմ ենք քսում։ Կարող եք անել նաև տոպրակի միջոցով, կրեմը լցնել մեջը, տարածել։ Ուղղակի ես ձեզ հեշտ տարբերակն եմ ցույց տալիս, առաջի տորթն է, հեշտ տարբերակը, որ տան պայմաններում կարող է չունենաք, ինչ ձև սկսեք անել տորթը։ Շատ բարակ տարածում ենք կրեմը։ Նույն ձև վերևի հատվածում ենք տարածում։ Վերջ, կրեմի օգնությամբ գեղեցիկ փակում ենք։ Վերցնում ենք շպատելը և սկսում ենք հարթեցնել կողքերը տորթի։ Ամեն անգամ կրեմը մաքրում ենք վրայից։ Հարթեցնելու ժամանակ արդեն մեր աչքի ուղղությամբ նայում ենք, որ մասը դուրներս չի գալիս, ավելացնում ենք կրեմ, կամ պակասացնում ենք, կամ վերցնում ենք։ Այս տակի հատվածը պետք է ուղղենք, ավելացնում ենք կրեմը, շպատելը մաքրում ենք, պարտադիր, և նորից սկսում ենք աշխատել ներքևի հատվածի վրա։ Հիմա կասեք ինչի եմ ես շպատելով աշխատում, ունեմ շատ շպատելներ երեխեք ջան, այս ձևի ունեմ երկար, ամենահարմարն է իմ ձեռքում, միշտ արդեն երևի 8 տարի կլինի, եթե ոչ ավել, իմ ձեռքում այս մի հատ շպատելն է, նույն ձև վերևի հատվածն ենք ուղղացնում։ Տորթը լավ հարթեցնելուց հետո ես հիմա ցույց կտամ, թե ինչպես կարելի է ավելացած կրեմով գեղեցիկ զարդարել տորթը։ Ուրեմն վերցնում ենք այս ձևի նասատկա, կոնդիտերսկի մեշոկը վերցնում ենք, կոնդիտերսկի մեշոկը վերցնում ենք, կտրում ենք և
տորթ է սա, մի քիչ էս կողմ բերեմ, որ ավելի պարզ երևած է, որ ավելի հեշտ կրեմը լցնենք տոպրակի մեջ, կարծրամանի մեջ այս է դնում ենք, և կրեմը ավելացնում ենք տոպրակի մեջ, այս ձևով շատ հեշտ ենք լցվում մեջ։ Կրեմը լցնելուց հետո ձեռքերի օգնությամբ ներքև ենք իջացնում ամբողջ կրեմը, թեթև սխում ենք, որ օդը դուրս գա և սկսում ենք զարդարել տորթը։ Կրեմը այս ձև տոպրակով մի թեթև բարձրացնում ենք վերև և իջացնում ենք։ Եվ այսպես ամբողջ տորթի վերևի մասով։ Շատ գեղեցիկ դիզայն ենք ստանալու։ Նույն կրեմն է, ոչ մի ուրիշ կրեմ մենք չենք փորձում։ Եվ վերջինը։ Նույնը կատարում ենք ներքևի մասում։ Բարձրացնում ենք, իջացնում ենք ներքև ձեռքը։ Վերջ։ Հիմա ցույց կտամ կտրվածքը։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է։ Խմորը, միջուկը, նորից կրեմ, հերթականությամբ գնում է։ Խոնավությունը ցույց տամ, ինչքան հետ համով է։ Հաջորդ մեր բաղադրատոմսը լինելու է ամենամեր սիրված նաչինգաներից մեկը։ Բաժանորդագրվեք, լայքեք, զանգակի կոճակը չմոռանաք սեղմել, որ կարողանաք տեսնել մեր հաջորդ տեսահոլովակը։ Շատ շնորհակալություն դիտելու համար։